20-30 տարի ակի մենք գալի, բայց այդ ճանապարհ չլին։ Այս ճանապարհը լավն է։ Գնում են գալի մեր սարը։ Գանձակար-Իձակար հանրապետական ավտոճանապարհը ամբողջությամբ հիմնանորոգվել, ասֆալտապատվել է։ Իջևանը Բերդի տարածաշրջանին կապող ճանապարհի շինարարությունը սկսվել էր 2022-ին, սակայն Կապալառուի հետ պետությունը խզել էր պայմանագիրը աշխատանքները ժամանակին եւ սահմանված կարգով չկատարելու պատճառով։ 2024 թվականին նոր մրցույթ է հայտարարվել Իձակար-Գանձակար ավտոճանապարհի համար։ Մրցույթը կայացել է 24 թվականին, աշխատանքները մեկնարկել են դեռ 24 թվականից։ 13.6 կիլոմետր երկարությամբ երկշերտ ասֆալտբետոն տեղադրվեց 24 թվականին, իսկ մնացած մասը 15.9 կիլոմետր տեղադրվել է արդեն 25 թվականին։ Այս ճանապարհը մեզ կապակցում է մյուս շրջանի հետ, մեր մարզի տարածքի ընդհանուր շրջանը։ Կապվում է այս ճանապարհով, մենք հողամասեր ունենք այնտեղ, խոթարքներ ունենք, վարելահողեր ունենք, հիմա ասֆալտապատվել է, ավելի լավ մեր հողամասերը գնալ գալու համար հեշտ կլինենք։ 5.5 կիլոմետրը նորոգվել էր ավելի վաղ 22-23 թվականներին։ 35 կիլոմետր երկարությամբ Գանձակար-Իձակար ճանապարհը այժմ կահավորվում է։ Տեղադրվում են երթևեկության անվտանգության նշաններ, արգելափակոցներ։ Ճանապարհաշինարարները գործը նախատեսում են ավարտել մինչև տարեվերջ։ Ամբողջությամբ գրունտային ճանապարհը ոչ միայն նորոգվել, ասֆալտապատվել է, նաև լայնացվել է։ Ծրագրի իրականացման համար ծախսվել է ընդհանուր 4.1 միլիարդ դրամ։ Ճանապարհային դեպարտամենտը լուծել է նաև ավելի վաղ հիմնանորոգված Ճամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածի հարցը։ Լիցքը արվել է։ Սա Նավուր Թթուջուր ճանապարհի շարունակությունն է։ Նավուր Բերդ հատվածի համար ունենք նախահաշվային փաստաթղթերի պատրաստման ծառայությունների մեջ ենք։ Հենց հիմա իրականացվում են չափագրման աշխատանքները, ինժեներա-երկրաբանական աշխատանքները, նախատեսում ենք այս տարեվերջ ունենալ արդեն նախագծանախաշվային փաստաթղթերը, որ հնարավորություն ունենանք 26 թվականի սկզբին արդեն մտնենք շինարարության փուլ։ Ընթացքի մեջ է Բերդ-Արծվաբերդ Չինարի ավտոճանապարհի Բերդ-Վերին-Կարմիր-աղբյուր Արծվաբերդ ճանապարհահատվածների նորոգման աշխատանքը։ Ամենաբարդ աշխատանքներից մեկն է, քանի որ հողային պաստառը ամբողջությամբ փոխարինվում է ու ամենամեծ բարդ ժամանակատար աշխատանքն է, ու մենք նախատեսում ենք մյուս տարվա մեջ եւս ամբողջությամբ ավարտել հիմնանորոգման աշխատանքներն այդ հատվածում։ Կհիմնանորոգվեն նաև Բերդ-Վերին-Կարմիր-աղբյուր ճանապարհի 2.7 կիլոմետրը, նաև Բերդ-Տավուշ գյուղ Այգեպարի-Խաչմերուկ ճանապարհահատվածը։ Այս պահին նախագծման փուլում է։ Հաջորդ տարի կնորոգվի նաև Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար ճանապարհը։ Այս տարածաշրջանում ճանապարհաշինական ծրագրերի համար պետությունը կներդնի մոտ 6 միլիարդ դրամ։ Մայա Խաչատրյան, Գայանե Թամամյան, Ռոմիկ Խաչատրյան, Վահե Թամամյան, լուրեր։